Եթե վարորդը առաջին անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և դրա հետևանքով մարդու առողջությանը հասցրել է ծանր կամ միջին ծանրության վնաս, հնարավոր է այլևս չենթարկվի քրեական պատասխանատվության։ Նախապայմաններից մեկը վարորդի ու տուժողի միջև հաշտությունն է։ Այսպիսով, Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածում, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտմանը։ Այժմ գործող կարգավորումներով նման դեպքերում վարորդի նկատմամբ կիրառվում է պատիժ, տուգանք, հանրային աշխատանքներ, կարճաժամկետ ազատազրկում կամ մինչև 3 տարի ազատազրկում։ Որոշ դեպքերում էլ վարորդը զրկված է լինում պատվարը կանխելու հնարավորությունից, միաժամանակ, օրինակ առանց տեսախցիկների առկայության, առաջ են գալիս ինչ-որ սուբյեկտիվ գործոններ, սուբյեկտիվ թվային տվյալներ, հնարավոր է դրանք օբյեկտիվին չհամապատասխանեն, օրինակ եմ ցույց բերում սա, բայց պրակտիկայում հանդիպող, եւ այդտեղ զուտ տուժի վարորդը, քրեական գործ հարուցվի, հետագայում վերջինս, չգիտեմ, դատապարտվի։ Տարիներով տանում տուգանային հրապարակ մեքենա, գործ են հարցում, հիմա այս հետնորդն ասում է ցավները տանեմ, ես եմ մեղավորը, վերջ, ես եմ եկել խփել այս արենեն այլ, ասում են չէ, միևնույնն է։ Մենք այսպես միշտ դատական վարույթում իրավունք չունենք գործը փակելու, պիտի գնա դատարան։ Ու մինչև վերջ վարորդի քթից բերում է։ Ճանապարհատրանսպորտային պատահարներին վերաբերող օրինագիծը, սակայն, նախատեսում է հստակ սահմանափակումներ։ Հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նոր մեխանիզմը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ վրայալթի հետևանքով մարդ է մահացել։ Այն չի կիրառվելու նաև այն դեպքերում, երբ վարորդը եղել է հարբած կամ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքը հաստատող վկայականի։ Բացի այդ, եթե անձը նախկինում այս նույն հիմքով արդեն ազատվել է քրեական պատասխանատվությունից, երկրորդ անգամ այդ հնարավորությունից օգտվել չի կարողանալու։ Սա չափազանց կարևոր է այն համատեքստում, որ հանրության մի հատվածին անհանգստացնում են պատժի թեթևացման տանող կարգավորումները, այսինքն կա մտավախություն, որ դրանց հետևանքով ՃՏՊ-ների թիվը Հայաստանում ճանապարհներին կավելանան։ Չեմ կարծում էլի, որ դա պետք է հանգեցնի զգոնության թուլացման, որովհետև հակառակ դեպքում կնշանակի, որ իր առջևում տիրող իրադրություն կա, ինքը միջոց չի ձեռնարկում դիտավորյալ գնա հարվածի հետիոտնին մեքենայի տակ գցի, որը ողջամտության սահմաններում չի տեղավորվում։ Նախորդ տարիներին այս ոլորտում փոփոխությունների մասին էր պարբերաբար բարձրաձայնում փորձագիտական համայնքը։ Երթևեկության կանոնների խախտումներից շատերը քաղաքացիականից տեղափոխվեցին քրեական պատասխանատվության դաշտ, ինչը հանգեցրեց դատարանների գերբեռնվածությանը։ Նման փոփոխությունների նպատակը հիմնականում մեկն է ամբողջ պետական ապարատը, սկսած քննչական գործողություններից, փորձագիտական, դատախազ, դատարաններ, ինչ որ առումով եւ ինչ որ ծանրաբեռնվածությունից թեթևացնել։ Հաշվարկա չէ, 100,000 բնակչին քանի քրեական գործ է լինում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման գործերով արդեն աշխարհում, եթե չեմ սխալվում, կամ առաջատարին կամ երկրորդ տեղն ենք զբաղեցնում։ Օրինագծի դրական կողմերը ֆիքսող փորձագետները շեշտում են, որ նախորդ տարիներին երթևեկության կարգավորման պրոցեսում արձանագրված խստացումները որևէ արդյունք չեն տվել։ Պատժի վախը չի նվազեցնում ՃՏՊ-ների թիվը մեր ճանապարհներին, միայն խցանում է պետական համակարգի խողովակները։ Այլ բան, որ այս ոլորտում հաջողության համար անհրաժեշտ է բարեփոխումներ կրթական համակարգում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։